Աստվածը, որովհետև միակ ճշմարիտ Աստվածն է, միակ նա, ով արժան է երկրպագության, փառաբանության, ով արժան է այս միաբանությանը։ Փառաբանում ենք քեզ, Տեր Աստված, փառաբանում ենք քեզ, շնորհակալ ենք Խաչի փառավոր հաղթանակի համար, շնորհակալ ենք, որ մեր նման անարժաններին թույլ ես տալիս, կանգնել քո սուրբ կայի առջև և քեզ երկրպագել և քեզ փառաբանել։ Շնորհակալ ենք այս պահպանման ու սուրբ ներկայության համար։ Կարող ենք միասին բարձր ծափահարել մեր Տիրոջը։ Կարող ենք միասին մեծացնել փառաբանությանը։
Եվ Երուսաղեմի բարությունը կտեսնես քո կյանքի բոլոր օրերում։ Եվ քո որդկանց որդիքը կտեսնես։ Խաղաղություն լինի Իսրայելի վրա, հալելույա։ Փառքեստներ։ Հալելույա,
մասին, ամեն։ Հրաշալի է Տեր, կարս դու կողքին տասես ինչ լավ է, որ միասին Տիրոջը պաշտում է։ Ես ուղղակի սիրում եմ քեզ ասա։ Եվ թող այդ սիրո տակ ծածկվի ամեն անցյալի խնդիրները, հալելույա։ Փառք Հիսուսի, իրադարձությունները փոխվում են, գալիս են նոր իրադարձություններ, զորավոր իրադարձություններ, Տիրոջ թագավորության մեջ մենք չենք փոխվում նորտեղում, մենք լճացած չենք, մենք ճահճացած չենք, առաջ է գնում։ Գիտես, ես կեզ մի բան ասեմ, հետաքրքիր մի բան եմ նկատել, աշխարհում ու կյանքում ինչ փոխվում է, ոչ մեկ չի զարմանում, բայց այսօր Հայաստանում մի բան փոխվում է։ Լուրջ ասեմ, դու գիտեք Աշոտում, հա Վարուշան, մեքենայից առել։ Աշխարհում սա մեքենակարն են, պետք է ինչի, 7 հագանի մեքենակարն են, 8 տեղը, հենց Վարուշանակ մեքենակարն են, ոնց եղավ, ով տվեց, ով ուղարկեց, Տես, հալելույա։ Գիտես, այնքան ես իմ մեր պատմություն պատմեմ հետաքրքիր, չէ, դուք ինչ կասեք իմ պատմությանը, բայց ես գիտեմ, թե մնան մարգարեք կասի իմ պատմությանը։ Մենք Դավիթ Հաշենում էինք, ուրեմն հրավիրատոմս էինք բաժանում, ես իմ մեքենան էի քշում, մենք էլ եք կարծերս, դե մեքենայի մեջ որ 7 հոգի նստում, ամեն մեկը մի բան ուտեղ, հետո ցելավուն տոպրակ ձերը տարած, սաղին օրհնելով հավաքում ես այդ։ Լավ այն պահին քեզ չեն հավատում։ Ուրեմն վեսից է ցելավուն տոպրակը բալներով գցեցի զիբիլի մեջ, այդ զիբիլի մեջ ինքոն զիբիլ կա, բալերից օր։ Հիմա սենց Հիմա չգիտեմ ինչ կտել, այդ զիբիլ հավաք ունենք մեկ-մեկ ինքան ենք դատում այդ, որ քուջուտ ունենում, նա փեկ ճահեցի, քույրերին ասիք ամեն կողքս համար չիմանան բոշ։ Որ զիբիլի մեջ քուջուտ եմ անում, որ բարալիս գտնեմ, հասնի քուրերը կատ, վերջ են, այդ ավտո պտիկ փոխ ես էլ այդ, այ մարդ սպասի, ջենոս 1000 դրամ փոխ չկա, ինչ ավտո փոխ է։ Իսկապես, որը փողին ծախսում են, դե նոր տարի ասում, դա հրավիրատոմս ենք բաժանում, չէ, ինչ փող, բայց գնում ակրուր բուրդյան, հասնի քուր այդ մեկ-մեկ ասում արդիկ այդ թարս պահի, չէ, որ բույսեր են անջատած կլեն, կասիք երեքեզի նոր տուն ա տալում։ Նույնիսկ բող ջոմի երեքեզի, ասես երեքեզի նոր մեքենա է տար, ասել ավելի հասնախուս պասեր ու պարտիրուս, տերը նոր մեքենա դվեց։ Այն նոր մեքենայից մեջ նորից զիբիլ ալիցվել է, նոր մեքենայից մեջ։ Երեկել ենք հերմուտերից, մեքենա չել հավաք է, մեկ ես նորից այդ զիբիլը հավաքեցի, անձանիկ երկոն հայ, բակում ենք, նոր վեսվեց այդ զիբիլով, նորից մեքենայից բարանները զիբիլ դեպում մեջ։ Այ քեզ բան, ասեցի արդեն իստեից ոնց է հանել, մեքենայից նորից լավից ծառ էր կտրված գծած ես մեր ջուր, այդ ծառի ջուրը սենց մաքրեցի, սիրուն երկար փետ սարքեցի, տնեցի, իմացս բարտի կա նարդի եմ խաղում, ասում ես ինչ, թազա զիբիլ հավատում դա հայկը, կայաս տերիտորիալ է, կաղատումները չկան, ուրեմն բաղ ես փետով իմ այս հանում է, մեկը թունթուն գնում է ներքև, էխվատ այգիքը ոնց կա, փչացած, չէ, Վերջը հանեցի, սիրուն դրեցի այդ զիբիլի վետրոն այդ անկյուն կար, այդ անկյունի լավնի պրեդը շպոտեցի, դրանց իվեցրեցի, հետոս բելով, ես մակրել եմ տալել եմ, թացվածորեցի կոպրտում եմ տալել, սրվում եմ մակրել եմ։ Էրիք չի կեղտոտ էր, բարձասնոց այդ զիբիլի վետրոն մեջ եմ կեղտար հավակվեց վրը։ Մի խոսքով սենց ասած տեր ասած կեզ նորմ եմ տալել։ Իսկ ես մի հատ բան ասեմ, ինչ-որ տիրոջ պարքի համար ծառայում աստված բայց ու դողում ես ոտև նորա։ Այսօր էլեկտրիկի համար տենց նոր դպրոցական շոուեր են չէ արնում, դահելիքի համար տենց նոր բոթաստեր են կարող, տենց պահել ենք, մարդուկանինք ասում ենք ես բոթաստերը դպրոց գնալուց կհակնես։ Այսօր եկավ հայրը մոտ կաղած ասում այսօր որ բոթաստերս է պակտում, ասում ոնց ամեն ինչ որ նոր ապտի առաջունը տիրոջ տան մեջ հակնես, Փառք Հիսուսի։ Մենք ինչ ոչինչ կարող չառնան նախանձեն դատել, ոչինչ։ Բայց դերը փոխում ասա։
քո դրամաբանակն է փոխում, քո դրամաբանակի միջի պարունակությունը փոխում է թե չի փոխում։ Հավելը փոխել ես մի քանի ամսներ փոխել։ Փառք Տիրոջը։ Եկար ճամբար գնացիր, սննդացար, աղքատացար, հա, փոխել բացար։ Օրհնվեցիք։ Ինչ եք օրհնվում, հետաքրքիր է։ Փառք Տիրոջը, եկեք նա Տիրոջը ծափարենք նորից։ Տեր փոխում է քեզ։ Որտեղ նախաչի վրա վերցրեց քո անեծքը, վերցրեց քո աղքատությունը, վերցրեց քո ցավերը, եւ քեզ իր թափանության մեջ շարժում կարես։ Խեղճ կրակինը վիզը ծառած չմանգաս։ Աշխարհը գիտի բոլոր ոսկու, ադամանդի եւ թանկարժեք մետաղների հանքերը իր համար ստեղծել Աստված։ Այդ մեր համար ստեղծել Աստված։ Որ մենք իր փառքի համար օգտագործենք։ Ասա ամեն։ Օրհնի քո կողքին, եթե տեսնում ես ինչ-որ բան իր կյանքում փոխվել է, մի նախանձի, օրհնի, ուրախացի, որովհետև Աստված է քո կյանքում փոխել։ Հասկանում ես։ Հայաստանում Աստված կարա փոխի մեր կյանքը։ Կարա մեզ նոր դահլիճ տա։ Կարա մեզ ամենալավագույն տեխնիկական միջոցները։ Կարա մեր բեմի վրա երգեն ամենալավագույն երգիչները, փառաբանողները։ Կարա թե չէ։ Ամեն բան ինչ-որ լավն է պիտի Տիրոջը ծառայել։ Ամեն փառք Հիսուսին։ Հալելույա։ Երբ որ աշխարհը տեսնում է, որ քո կյանքում շատ բան է փոխվում, գիտես ինչ անում, ինքն ուզում է, աշխարհը դրան է գնում։ Դուք գիտեք մարդիկ ինչ են, երկիր փոխում, ես փոխում են փոխում, որ կյանքը փոխվի, բայց կյանքը Հիսուսն է։ Երբ որ Հիսուսի մեջ ես, ու առաջ ես գնում։ Ամեն փառք Տիրոջը։ Լավ ես շատ մարգարական չխոսամ, թե չի կարող ես ասեմ թազան մարգարե հայտնվել։ Փառք ես, ես նոր չեմ, նոր մարգարե չեմ, ես հին մարգարե եմ։ Չորրորդ գլուխ Գաղատացիների, չորրորդ համար։ Բայց երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդուն, կնկանից ծնված և օրենքի ներքև եղած։ Լսում եք։ Երբ որ ժամանակն եկավ, Աստված ուղարկեց իր որդուն, կնկանից ծնված և օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ լինողն է փրկել, որ որդեգրություն ընդունեն, որ օրենքի տակ լինողներին փրկել, որ որդեգրություն ունեն։ Եվ որովհետև դուք որդիկ եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբա Հայր։ Ուրեմն այլևս ծառա չես այդ որդի։ Եթե որդի, Աստծո ժառանգել Քրիստոսով։ Ամեն։ Մենք Աստծո որդիներ ենք, որտեղ Աստծո հոգին մեր մեջ բնակվում է։ Ամեն։ Ինչ հրաշալի է, որ մենք տեսնում ենք Աստծո որդիներին, որ եկել են Աստծո փառքի համար։ Չեն եկել ինչ-որ մի նյութական արժեքի համար։ Փառք Տիրոջը։ Ես երբ որ նոր մտա ներս, տնան մոտ խցանում էր։ Ես մտածեցի փառք տա։ Փառք Տիրոջը, կանանց ասեցի, արդեն ճանապարհը խիտ բաց է, դե նոր ենք եկել բոլորս, հենց իրար տեսնում ենք։ Հա, մեկին ամենահետաքրքիրն էր, որ Մարաքրոջը տեսա, չէ՞, 12 տարի է Հայաստանում չի եղել եւ ուրախ եմ, որ Աստված իրան օրհնեց, որ մեր մեջ նույնիսկ իրան տեսնում ենք արդյունքը, Մարաքրոջը ուրախության մեջ ապա, երկին համարցած է։ Արդյունքը։ Եվ հրաշալի է, որ մարդիկ հավատարիմ են լինում իրենց տանը։ Գիտես ինչի համար, որտեղ մարդիկ վերստին ծնված են եւ Աստծո հոգին իրենց մեջ բնակվում։ Եվ ոչ մի բան իրենց չի փոխում։ Ոչ երկիրը, ոչ ուտելիքը, ոչ փողը, ոչ մի բան։ Եվ մենք որ նայում ենք ոնց որ գնացել է, տենց էլ եկել։ Ասում ոչ մի բան չի փոխում։ Հիսուսը ժողովուրդը չեն մեծանում։ Չէ՞ դրա աշխարհից ժամանակը կանգնում է ծերության։ Ֆակտը չէ։ Եվ հրաշալի է, ուրախանում են, չէ՞ որ մարդիկ հավատարիմ են իրանց աղոթքներով, իրանց ֆինանսական, իրանց նյութական, ինչքան է դուք այլ չէ, Մարաքրոջ 10-րդի զոհաբերության մասին շնորհակալ եմ Տիրոջից այդ վստահության համար, այդ հավատարմության համար Տերը օրհնի։ Միակ հոգիներից են, որ գնացել են ու հավատարիմ են մնացել
ասեմ մնացածը օրերը ներծծել է Եվրոպան, Ամերիկան, մոռանում են։ Բայց փառք Աստծո, որ մենք կարող է շատ ջեր մտերիմ շփումներ չունենք, բայց Տիրոջ հոգին մեզ մեկ է անում, մենք չենք խորհրդանում, մենք չենք իրարից որտեղ մեզ Աստված իր հոգով է մերձ, ամեն փառք Տիրոջ, այդ հաղորդակցության կապ մեր հաղորդքի մեջ կա, եթե Մարաքույրիկը բանն ասելու Իսասիսակասի չի լավ է նորանամ իսակամ Արկի մեջ համարցակ Աստծո մարդկանց հավատալ Չեմ բարևեք բարևից Ծանոթանք Եկեք ես Ոչի ճանիչ Ես որ գնացի Միա տենց ասեմ Եվ որ գնացի հարցրեցի Տիրոջը քեզանից է որ ես գնում եմ Տերը ինձ նշան ցույց տվեց կհիշեմ ոմանք հոկտեմբեր ամսին ծառը ծաղկել էր Կհիշեք Եկեղեցու դիմաց Շենքից դիմաց Դա նշան է ավելից աղոթքից հետո որ ես տեսա որ հոկտեմբեր ամսին դատարկ տերևներ չկար միայն ծաղիկներ էր Տերը ցույց տվեց ինձ այդ ծառը ու ես համոզվեցի որ դա Աստծուց է որ ես գնում եմ որտեղ շատ էր աղոթում Վահագը եղբայրը շատ էր ասում մարդ դու չպիտի գնաս ես ասում էի բա ես ինչ անեմ բա ոնց անեմ ու շատ աղոթք արեցի ու Տերը ցույց տվեց նշանը որ ես պետք է գնամ Չգիտեմ առաջին ժամանակները դժվար էր շատ մի քանի տարի դժվար էր Ինչև մեծացրեցի, ինչև մարդ դարձրի, դժվար էր Հա Հետո ես էլ շատ տենց առանձնապես չէի մոտեցել Տիրոջը, չէի զգում Տիրոջը, նենց ոնց որ հիմա եմ զգում, այդպես չեմ զգացի առաջ Կարծես թե Տերը ինձ համար առանձին էր Առանձին Աստվածն է, առանձին Քրիստոսն է, առանձին Սուրբ Հոգին Բայց երբ որ Սուրբ Հոգին սկսեց խոսել ինձ հետ ես միաբանեցի Տիրոջ հետ երրորդությունը ու այդ երրորդությունը իմ կյանքում սկսեց գործել և իմ կյանքից մեր սկսեցին մարգարեությունները սկսեցին նշանները ես տեսա ոնց են ապաշխարում իմ երեխաները երկուսը Լուսին դե չէ Պարկ դիմեջ կաված Խելքի կբերեմ Հավատում եմ Հա, լուսին Աստծո զավակ առանձին թեմա Հա Իսկ բանը Նատալին սկսեց ապաշխարել նրանից, որ հարցրեց տասանորդից Ես սկսեցի խոսել տասանորդից Ինքը ապաշխարեց Հողոցում էինք, հարցրեց ման, տասանորդը ոնց ես դու տալիս ու ես պատմեցի իրան, տասանորդը ոնց եմ տալիս, ուղղաբերությունը ոնց եմ անում ինքն էլ սկսեց ինձ հետ, ինձ կրկնօրինակ էր, ասեմ այդպես, ոնց ես տենց էլ ինքն հա, հիմա Աստված ինձանից զորավոր ունի, ես հետ եմ ուզում, որ ինձանից զորավոր, ինձանից հավատալու, ինձանից շատ բաց ավելի սիրտ ունենան Տիրոջ համար, Տիրոջ գործի համար Հա, Դավիթին դեպի եք արդեն Դավիթի մասին Հա, Փառք Հիսուսին Կարինն էլ շատ փոխվել Ես ցավկայության համար եմ ասում Շատ է փոխվել Մեծ փոփոխություններ ունի, մեծ Իմ կյանքում շատ բան է փոխվել, հատկապես վերջին ժամանակները 3 թոռ ունեմ, 3 գեղեցիկ աղջիկներ ունեմ, ասի վերջ 3 հա, տղաներ ենք արդեն ուզում 5 աղջիկներ բերեք, ահա կանգ ենք առել այդ 3-ի վրա, վերջ ասի, շատ լավ է, 3-ն է գեղեցիկ սիրուն համով բարիքներ են, դա օրհնություն է, դա մեր պտուղներն է, ես ոնց այսօր Վահագ եղբայրը կարդաց առաջին Սաղմոսը, Սաղմոս չէ, վերջը օրհնությունը առաջին կարդաց, որ քո տունը ծառակներով է լցվելու, քո տունը պտուղներով է, դա
ես դա եմ իմաստում, բայց այն ժամանակ երբ որ ես սկսեցի շփվել Սուրբ Հոգու հետ։ Մի հետաքրքիր բան ասեմ, այսօր կատարվեց, գիշերը շատ առավոտյան 5-ի կողմերն եմ քնել, բայց գիշերվա ընթացքում Սուրբ Հոգին ասեց Սուրբ Հոգով աղոթի։ Ու ես առավոտը արթնացա, 5-ից քնեցի, արթնացա ու հիշեցի ձայնը, ու սկսեցի աղոթել Սուրբ Հոգով։ Երբ որ սկսեցի, մինչև այդ փառաբանում էինք, իհարկե, բայց աղոթեցի, երկար աղոթ քարեցի լեզուներով, աղոթեցի եւ հոգով տեսա առաջ ես դրված կանգնած խաչը Քրիստոսի։ Ու Տերը պարզ ասեց, իմ խաչս այստեղ է, իմ խաչս այստեղ է, երկու անգամ ասեց, ես էլ կրկնեցի այդ բառերը։ Ու երբ որ դուրս եկա արդեն աղոթքից, սենց հետաքրքիր բան ասեց Տերը, ասեց մի մոռացի, մենք երեքն են քեզ հետ ենք, մի մոռացի, ես սենց տեղ, Տիրոջը փառաբանեցի, Սուրբ Հոգով աղոթեցի, Քրիստոս կարծես թե մոռացել է, բայց այդ խաչը բերեց ձեզ ասեց, երբեք մի առանձնացրու մեզ, ոնց հանդիպել ես մեզ, ոնց ինչով որ զորացել ես, դրա մեջ էլ մնա, ասեց, եւ մի շարժվի, մարմնավոր չասեց, մարդկայնորեն, մի շարժվի մարդկայնորեն, այսօր Տիրոջ տենց դա հանդիմանություն չի, ես միշտ սովորել եմ որպես դաս, սա իմ դասն է, ես դպրոցում եմ եւ այդ դասը սիրում եմ լսել Սուրբ Հոգուց, շատ ուսում, հրաշալի է մեր Սուրբ Հոգին, եւ շատ ստացվեց, բայց տենց ստացվեց, Փառք Հիսուսին, որ ես այսօր ստեղ եմ, ես ուրախ եմ ձեզ բոլորի տեսնելով, շնորհակալ եմ Աստծուն, որ տվեց այդ հնարավորությունը, չէր ստացվում, իսկապես չէր ստացվում, արդեն պատճառը դա գիտեք, մինչ այդ ամեն ինչից դուրս ես գալիս, օտար երկրում դա շատ դժվար է, քաղաքից քաղաք տեղափոխվեցինք, դա էր, իրանց դպրոցները, այդ ամեն ինչը շատ դժվար էր, Կարենի աշխատանքը կոմած կարգավորվեց, շատ բաներ փոխել, ես սենց եմ կարծում, կարևոր չի աշխատանքը, կարևոր չի գումարը, ես սկսեցի փոխել իմ ընտանիքիս մեջ ամեն բան, ես դարձա իմ ընտանիքի մեջ և տեսա խնդիրներս, ես չասեցի Կարեն դու ես մեղավոր, ես չասեցի երեխեք դուք եք սա, ես ասեցի ես եմ մեղավոր, ես գտա իմ սխալները, այն մնացած իմ գործը չէր, արեց Տերը, արեց ամեն բան իր տեղը դասավորեց, Էտենց, դրա համար ես այսօր ստեղ եմ, իր շնորհիվ իմ Աստծո ողորմության ես այստեղ եմ, ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում, ուրախ եմ տեսնելու նորից ու հույսով եմ, որ ավելի հաճախ կգամ ես անգամ և ձեզ հետ կհանդիպեմ, սիրում եմ ձեզ հետ, ուրախ եմ տեսնելու։ Թարք Տիրոջ երբոշ Աստծո մեջ հավատալի ես նույն Աստված քո սահմաններն էլ ընդարձակում, քո հնարավորությունները էլ ընդարձակում և ամեն սահմանափակությունները հանում։ Ես աղոթում եմ, որ Տիրոջ ողորմությամբ քանդվեն ամեն սահմանափակությունները ձեր կյանքում։ Դուք սահմանափակություն չունեք, ոչ մի բան ձեր չի սահմանափակելու այլևս։ Ասա։ Ոչ մի բան այլևս չի սահմանափակում։ Հոգևոր, աղոթքիս մեջ, ընթերցանության մեջ, տեղաշարժվելու մեջ, երկրից երկիր, ֆինանսական միջոցների մեջ, ոչ մի բան չի սահմանափակում, որտեղ Տերը փոխել է սահմանափակում, մի վախեցիր։ Հալելույա։ Եկեք նա Տիրոջը փառք ծառայենք, զգալության համար։ Հալելույա։ Գիտեք, ես այսօր ճիշտ ասած ժամանակն է դեռ Տերը սրտից դրել է խոսելու երկու ազատության մասին, երկու կարևոր ազատության մասին, որ շատ անգամ մենք շատ լղոզված քարոզներ ուսուցումներ ենք ունեցել, ես շատ կարիք եմ ունեցել այս թեմաները Սուրբ Հոգուց առնելու իմ կյանքի համար, որտեղ ես ապաշխարել եմ ուղղակի ժողովուրդը ապաշխարում էր, վերստին ծնվում, պաստերի թիվը ավելանում, բայց մենք շատ սահմանափակ ուսուցիչներ ունեինք,
որոնք մեզ կսովորացնեն այն կարևոր Աստծո խոսքի ճշմարտությունները, որոնք որ մեզ կպահեն ազատության մեջ։ Եվ ես շատ ներքին պատերազմներ ու խաղաղություններ եմ ունեցել, բայց հետո Տերը սկսեց ինձ սովորացնել, եւ սա ինքնին շատ կարևոր է։ Ես ոնց քեզ ասեմ, որ երկու ազատություն կա, որ դու քանիքը դու ես։ Ես կարդացի, որ Աստված երբ որ ժամանակ եկավ, Աստված ուղարկեց իր որդուն կնկանից ծնված եւ օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ լինողներին փրկե, որ որդեգրություն ընդունեն։ Եվ որովհետև դուք որդիկ եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում եք Աբար։ Եվ ուզում եմ, որ տեղափոխվենք Գաղատացիների 5-րդ գլուխ, առաջին համար։ Արտային ազատությունով, որ Քրիստոս մեզ ազատեց, հաստատ կացեք եւ դարձյալ ծառայության լծի տակ մի մտնեք։ Ուրեմն այլևս ծառա չեք, այլ որդիկ։ Եվ եթե որդի, Աստծո ժառանգ է Քրիստոսով։ Այդ դուք ծառա չեք։ Բայց երբ որ Իսրայելը օրենքի տակ էր, օրենքով էր փրկվում։ Փրկությունը օրենքով էր, օրենքը պահելով էր, ինքը ծառա էր։ Բայց որ Աստված մեր վրա ծառայության լուծը վերցրեց, ինքը օրենքի տակ մտավ, օրենքի տակ եղողներին դուրս բերեց։ Սա առաջի ազատությունն է։ Առաջի ազատությունը այն է, որ Աստված մեզ դուրս բերեց մահվան, խավարի, դիվայի աշխարհի ծառայությունից, որտեղ ողջ մարդկությունը ադամական մեղքի պատճառով մտել էր սատանայի խավարի իշխանության տակ։ Եվ երբ որ Աստված իր ծառա Մովսեսի միջոցով օրենքը ուղարկեց, այդ օրենքը ոչ մեկ չէր կարողանում պահել, բայց Աստվածաշունչն ասում է, որ ամեն ով որ Տիրոջ օրենքը չպահի, հին ուխտում չի ապրում, որտեղ օրենքի դեմ ամեն զանցավորը համարվում էր ուսված եւ չէր փրկվելու, Աստծո ողորմությունը իր կյանքում չէր գործել։ Հասկանալի է։ Եվ մենք տեսնում ենք այստեղ Պողոս առաքյալը նորից ասում է. արտային ազատությունով, որ Քրիստոս մեզ ազատեց, հաստատ կացեք եւ դարձյալ ծառայության լծի տակ մի մտնեք։ Ահա ես Պողոս ասում եմ ձեզ, որ եթե թլպատվեք, Քրիստոսը ձեր օգուտ չի անի։ Եվ եթե դարձյալ վկայում եմ ամեն մարդի համար, որ թլպատվում է, թե նա պարտական է բոլոր օրենքի կատարելու։ Խափանված է Քրիստոսից դուք, որ օրենքով եք կամենում արդարանալ, շնորհքի ծնկած եք, որտեղ ամբողջ հին ուխտը օրենքի արդարության մեջ էր։ Մարդիկ եթե օրենքը չպահեն, արդար չէ, բայց Աստվածաշունչն ասում է արդար չկա, մեկն չկա, որտեղ բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից ընկան։ Օրենքը երբ որ եկավ, մեղքը հայտնվեց որպես մարդու կործանարար ուժ ու զորություն, հասկանում եք։ Որովհետև մեղանչողը պիտի մեռնի, մեղքի վարձքը մահ է։ Բայց որ օրենքը չկար, ոչ մեկ չգիտեր, որ մեղքի պատճառով ինքը մեռնելու է։ Հավիտյան կորելու է, հավիտյանական դժոխքն է լինելու իր ժառանգությունը։ Երբ որ օրենքը եկավ, այստեղ խնդիրն ավելի բարդացավ։ Մարդը բախվեց Աստծո սրբության հետ։ Եվ մարդը տեսնում է, որ օրենքը չի կարող պահել։ Օրենք պահելը անհնարին է։ Պողոս առաքյալը նույնիսկ ասում է. ես մարմնավոր եմ, օրենքը հոգևոր։ Եվ ասում է, իմ մեջ տեսնում եմ մի ուժ, որ պատերազմում է Աստծո օրենքի դեմ։ Եվ ինձ անդադար տանում է անելու այն բաները, որ հաճելի չեն Աստծո։ Պողոս առաքյալը վերջում ասում է, «Էս ինչ խեղճ մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահկանացու մարմնից»։ Բայց գոհություն Աստծո իր որդու Հիսուս Քրիստոսի ձեռքով։
Պողոս առաքյալը լինելով փարիսեցի, իրան թվում էր, թե ինքը օրենքը պահում է և ապրում է այդ օրենքի մեջ։ Բայց երբ որ եկավ Հիսուսի լույսի տակ, ինքը տեսավ, որ մեղավորների պարապ գլուխն է։ Օրենքը դաստիարակ եղավ Պողոս դասման, որ մենք գանք դեպի Քրիստոս։ Իրես Իսրայելի ժողովրդի համար շատ արժանակ էր Պողոս առաքյալի ասածը, որ արդարությունը Քրիստոսից է, ոչ թե օրենքից։ Այսինքն, որ դու մեղանչում ես, պետք չի քեզ մի անասուն կամ ես մորթես, և այդ արունը քո վրա սրսկեն, և քեզ քահանա մրճակի արդարացած։ Իսրայել ժողովրդի համար սա խորհուրդ էր։ Երբ որ Պողոսն ասում էր, որ դուք ձեր մեղքերից արդարացած եք, ընդունեք այս արդարությունը և ձրի է այս արդարությունը, և դուք ոչ մի բան պիտի չվճարեք այդ արդարության համար։ Եվ օրենքը պահելն էլ պետք չի։ Այս առաջին ազատությունն է։ Պողոսին ուզում էին խարբոցեին, Պողոսին ուզում էին սպանեին, որտեղ ինքը խոսում էր ամենասուրբ բանի դեմ, որ Մովսեսը գրել էր, դա օրենքն էր։ Օրենքը շատ սուրբ էր իրաց համար, բայց ոչ մեկ այդ օրենքը չէր պահում։ Նույնիսկ այն քահանաները, որ բերեցին շնացող կնոջը Հիսուսի առաջ, ասեցին Մովսեսի օրենքով էսի պիտի մեռնի, որտեղ մեղավորը պիտի մեռներ։ Հիսուսը ասել է թող մեռնի, բայց ով որ արդար է, թող առաջին քարոզի։ Օրենքը ոչ մեկին չէր արդարացնում։ Օրենքը բոլորին ցույց է տալի, որ դու ունես մի բնություն, որ անկարող է Աստծո հաճելի լինել և Աստծո առաջ արդար կանգնել։ Դու չես կարող։ Բոլոր փարիսեցիները քարերը գցեցին նրանց ձեռքից ու գնացին այս շնորհքն է, որ ազատեց մի անառակ կնոջը մեղքի վարձքից, որը մահն էր, որտեղ ինքը եկել էր այդ մեղքի վարձքը վճարելու։ Ինքը եկել էր այդ մեղավոր կնոջ տեղը մեռնելու և հայտարարելու համայն աշխարհին, որ ես եմ այդ անառակը։ Սա է Քրիստոսի կատարած գործը։ Ինքը մեր բոլոր մեղքերը վերցրեց իր վրա, ինչ է նշանակում։ Իրան որպես անառակ, որպես անբարական, որպես գող, որպես ստախոս, աշխարհակիրի մեղքաղոթում լեզուն չգիտում դիոչս այդ բառերով ուղղակի շատ ասեմ աշխարհի տակին ամենապիղծ մեղքերը վերցրեց իր վրա ու բարձրացավ աղաչը ու մեռավ ու ասաց վերջ դուք մեղքի պատասխանատվությունից ազատ եք, դուք արդար եք։ Հրան նայում էր իրեն ասում եմ, ես նոր գողություն եմ արել, ես նոր սուտ եմ խոսացել, ես նոր շնացել եմ, Պողոսն ասում է վերջ, դու արդարացած ես, Հիսուսի արյունը քեզ արդարացրել է, նույնիսկ եթե դու 3 րոպե առաջ մեղք ես գործել, Աստված քեզանից չի պահանջելու մեղքի վարձքը, մեղքի վարձքը տրված է։ Այս առաջին բանը որ պետք է ընդունես, որ մեղքի վարձքը տրված է, և դու ազատ ես օրենքից։ Հետաքրքիր չէ, մենք ապաշխարում ենք դառնում ենք Հիսուս Քրիստոսին, չէ՞, այն օրը որ ապաշխարեցին դարձել Հիսուս Քրիստոսին, հիշում ես այդ օրը։ Ինչ անեցիր։ Վայ քո մեղքերը թողստանեցիր, չէ՞, որովհետև քահանացիան կամքացեր ասում էր, ասա Հիսուսին Տեր ու Փրկիչ եմ ընդունել, չէ՞։ Ընդունեցի՞ր Տեր ու Փրկիչ։ Ասեց քեզ հիմա ասա Հիսուսի անունը թող նվարից։ Ասեցի՞ր։ Ասա որ բոլոր մեղքերս ների, ասել ես, չէ՞։ Ների բոլոր մեղքերս նվայից քո սուրբ անունով, շնորհակալ եմ, որ քո որդու Հիսուսին տվել ես իմ մեղքերի հանցանքների համար, իմ փոխարեն խաչի մեղրել ես, հարություն ես արել, գերեզմանից հանել ես, մեղքի խավարի մահվան իշխանություն ասես, ասել եք չէ՞, սաղարքանել չէ՞։ Եվ ես քեզ ընդունում եմ որպես իմ սրտից մեջ Տեր և Փրկիչ, այսօրվանից դու ես իմ Հիսուսը, դու ես իմ Տերը։ Ասել եք չէ՞։ Վերցրու ինձ ամերեք։ Ուզես ծվածել այդ դարակ սուպեր սուպ, չէ՞։ Այդ օրվանից սկսեց ձեր ամենաահավոր կյանքի պատմությունը, եթե դուք իսկապես ապաշխարեք։ Դուք սկսեցիք ավելի շատ սուտ խոսալ, ձեր մեջ արտնացան տարբեր տեսակի անհասկանալի ցանկություններ, դուք դարձաք ձեր աչքին ամենաօրինակ ու կեղտոտ մարդը, եթե դուք ապաշխարեք այդպես։ Ես ինձ քիչ էր մնում տանը իմ դե թաղել։ Իսկ զզվելի մարդը նոր ընդունեցի Հիսուսին Տեր ու Փրկիչ։
Իրենք որ բերանց սուրբ այցի և որ շքի խտություն ասեցիր, քանի ու խապեցիր, սուտ խոսացիր, ընդեղ ավետարան էիր կարոսում բարկոնում կապրած ձեր շենքի երիտասարդները ինձ գնացիր, չգիտեմ ինչ արեցիր, ինչ խառնաշփոթ զսվեց կյանքիս մեջ, ես ուզում եմ սուրբ ապրել, բայց չեմ կարող, ես ուզում եմ ես մեղք գործեմ, չեմ կարող, ես հետո մի բան հասկացա, ես առաջի ազատության մեջ եմ, այդ բոլոր իմ գործած մեղքերը այն արդարության վրա, որ Հիսուսն ինձ տվել, չազդեց, որտեղ ամեն վարկան Հիսուս ինձ գրկում է աստեղ վերում ես, ես քեզ սիրում եմ, ես քեզ ներում եմ, մարմնով սրբում եմ, դու իմ ես, ես չի հասկանում, ոնց եմ իրական, ինձ թվում է, եթե ես ուզում մեղք եմ գործել, ես թրկված չեմ, ես Աստծուն չեմ, ես հավատացած չեմ, ես իրավունք չունեմ իմ քրերի եղբայրներին բարևելու, ես ինձ եկեղեցի չէի գնում, հետո որ մի օր սենց զորով, շարով, այն մի քանի մեղքեր կար, որ դրանք ոչ չէի գործում, ու հետի գնում էի եկեղեցի, ախեի, սիրտս ցնցում էր, նա դեր հովիվ էի գտնում, գլուխ տանում էի, կեժան խոստում եմ, հովիվս էի ես փախնել, ես եկեղեցուն դարելավրանը ցանկալի մարդ է, որտեղ որտեղ, որ ծառայությունից հետո հովիվ էի բռնում, այդ հովիվը ձերից ես չէի բացում, խոստովանում էի նորից նույն մեղքերը, սաղ իմ կյանքում կենսագրությունը ուրիշ գիտեին, դարել էի սատանայի համար մի հատ ջուր, ու չի հասկանում ինչ է պատրում, ու ոչ մի չի ասում դրով ասում, խոստովանում էի չի ասում, բաղա ջան, այ բաղա ջան, հերիկա տանջես կեզ, հասկացանք, ուզում ես սուտ դառնաս, հասկացանք աշխատանքից, հասկացանք Հիսուսին սիրում ես, բայց այդքան սուտ չի կարող լինել։ Նիլսյա։ Եվ ժողովուրդն ասում շատ արդարն եղեք։ Թե շատ արդար պետք չի լեր։ Մի քիչ է կարելի է։ Ես հասկացա, որ առաջի ազատությունը նա է, որ Հիսուս ինձ ձրի է փրկել։ Ինձ շնորհել է թողություն, և եթե ես նորից նստեմ ու կես ժամ մեկնապեղ գործեմ, դա չի խանգարում իր արդարությանը։ Բայց ես չի կարող հասկանալ, սա առաջի ազատությունը։ Եվ որ Պողոս առաքյալը խոսում էր ազատության մասին և ասում է ժողովուրդ, Աստված ձեզ ազատել է օրենքի պատասխանատվությունից։ Դուք օրենքով չեք կարող որտեղ Աստված իր որդուն Հիսուս Քրիստոսին ուղարկել է համան մարդության համար չարչարվելու խաչի վրա ոչ թե մեր փոխարեն, այլ մեր համար որտեղ չեք կարող փոխել իրան ոչ մի մարդ չեք կարող իր մեղքի պատիժը վճարել դա սիրել ոչ մի չեք կարող ձեզ թվում է թե այս ավելորդ թեմա է գիտենք սերի գրեք բայց ավետարանը ասում է որ վերջի օրերում Քրիստոսի արդարության կարիքը ավելի շատ է պետք եկեղեցում։ Որտեղ աշխարհը բղծվել է եւ եկեղեցիներ են թափանցել տարբեր օտագուսմունքներ, որոնք խոսում են առաջի ազատության մասին եւ քեզ բաց են թողում գերության մեջ երկրորդ ազատությունը չհայտնելով քեզ։ Մենք բոլորս բախվել ենք սրա հետ, ով է բախվել սրա հետ որ արդարացել է Հիսուսի արմիրան մաքրել է, բայց մեղք է գործել, մեղք է գործել, ո՞նց եմ արդար, ես ինչ արդար։ Դու արդար ես, հենց է ձերի արդարությունը, հենց է։ Աստծո սերը հենց է։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, ապա հավիտենական կյանքը, դու ձերի փրկված ես, հավիտենական կյանքի ժամանակ ես, հենց այն վարկանից, որ Հիսուսին Տեր ու Փրկիչը ու մնացի եկեղեցու դու վերստին ծնվեցիր։ Սուրբ Հոգին քեզ վերստին ծնեց։ Հասկանում ես։ Դու զգացել ես այդ վերստին ծնունդ, որտեղ դու գալիս ես եկեղեցի, ոչ մի բան քեզ չէր կարող խանգարել, որ դու գայր եկեղեցի։ Դու ավետարան էիր կարդում, որտեղ ծառավ կարգում էիր։ Դու Աստծո մարդկանց հետ էիր շփվում, քույրերդ, եղբայրներդ տարան են քեզ համար հարազատ։ Ամեն։ Այս բոլորը վերստին ծննդյան նշաններ են։ Բայց սուրբ ապրելը դա քո մեծ պրոբլեմ էր։ Ու մեկ վեկը սկսում էր ձեր թափել։ Ամենաուժեղն է դա։ Հնարավորություն ես դրանց է։ Չգիտեմ, ոմանք ստեմ լուպ բայել, կանանեք ես
Ձեզ չոր քույրերը սկսում են ջուրլեն մեջ ուղեր հատնել, եղբայրները սկսում են թևերի կար վերաշապիտներ, ես դերևի կոճակով անում կոշկած, սենց բարգեշտ, ճախճախած չիսեր, արտաքին փոփոխություն, չէ՞։ Եթե ես մատնես կորավոր երկեսին, բազերը դեր երկա հասնի, ես բազերը երկա արդան չէ։ Ինքը գիտարստակը երկեցին անկարծ, մեկի մազերը մի սանտիմետր կարճանար, հատուկ ռենգեն ապարատ կար քույրերի մազերի ինքը ստուգում էր, ասենց սկաներ անում դեմքը, ու ասում էր մազերը մի սանտիմետր կտրել, ու իդի ավելի մեծ անցանք էր, քան դու 7 անգամ սուխոս էր։ Խոսքով քույրերը մազը կտրեք, մազը երկարացրեք, որտեղ դրված են մազերը հանդերձա լավ է նիկով։ Հիմա մենք սկսեցինք արտաքին փոփոխությունները, դե մի քիչ ծիծաղենք, մի քիչ շփայենք, անեկդոտ բան չէինք պատմում։ Սենց որ դուրսը մեզ ինչ-որ բան հարցին, սենց հոգևոր սուր, սենց երկով, սենց։ Այս 5 րոպե առաջ ջահայնացել է, բարկացել է, ինչ ասես գնում ենք եկեղեցի քարոզը լսում ենք ունենց դու եկանը, բայց դու փրկված չես զգում քեզ, դու մտածես որ դու կորսված ես, բայց դա սատանայի ստերը, դու փրկված ես, որտեղ Աստված ազատեց քեզ օրենքի առաջ պատասխանատու լինելուց, որտեղ ասում ենք օրենքի տակ մտա, որտեղ մենակ ինքը կարող օրենքը պահեր, ինքը օրենքը պահեց, ինքը չշնացավ, ինքը չգողացավ, ինքը չստեց, ինքը ոչ մի մեղ չգործեց, միակ մարդը, որ ես մահկանացու մարմնի մեջ կարողացավ 33 տարի սուրբ ապրել, դա Տեր Հիսուս Քրիստոսն է։ Գիտես ինչ համար, որտեղ իր մեջ բնություն կար համապատասխան օրենքի, որ քեզ պարգևեց այդ բնությունը, իր սուրբով։ Ես այդ ժամանակից շուտ առաջ թրանք։ Դու ընդունում ես առաջի ազատությունը։ Պատկերացրու նոր ես ապաշխարել այսօր, լավ մի շաբաթ առաջ, ու մի 10 հատ ներքես գործել, դու ընդունի, որ դու փրկված ես, քո փրկությունը չես կորցրել, դու երկրորդ ազատությունը իմանալու կարիք ունես, քանի դեռ դու ապրում ես երկրի, դրա կարիք ունես, բայց եթե դու քո ապաշխարության երկրորդ օրը մեռնեիր, բախտդ բերեր։ Ինչ եմ ասում, դա շատ հավատացել եմ ասում եմ, որը երևույթը Հիսուսին դերի փրկիչ չունենք ու վեստեր գնային պստենք այսյա, սիկյան չեմ ոնց ենք ապրել ինչ կիվա։ Չիզիներում ենք, ապրում ենք պարտիրոջը, վայրում ենք կյանքը, օրդում ենք իրար, վատները ինչպես իրա պարտիկը հայտներ շատ են գդումերներ։ Ողքին տասեր շարում ապրում ես, ու դու պիտի ապրես ասեմ։ Ասում պիտի ապրես, ու տիրոջ պարտը պիտի պապես։ Ասա իմ կյանքս չի մնալու կիսատ։ Ես իմ կյանքի ողջ Աստուծո տրված։ Պիտի ապրեմ, ինչքան ես կյանքս կիսատ չի դուրում։ Ամեն, մոտ 960-70 Այդքան ապրենք հոգնենք ես ներքի աշխարհը։ Դրա համար մեր հրճակած մարդու կյանքը ողորմություն անեց մեզ։ Հասկանու՞մ։ Որ այդքան շատ մտածեք 150 տարի ապրելու մասին։ Եթե մենակ քենդ պրոբլեմ է պետք է ապրենք, դրա կապրենք։ Ասում եմ 30 տարի պետք է ապրեմ։ Յոգի չորեն ասում եմ մինչև 99 տարի պետք է ապրեմ, պետք է ճանապարհորդեմ, գոլֆ պետք է խաղամ, բասեյներում պետք է գնամ։ Ապիկ կյանքի վերջո։ Դեներ մեծ տարարարի, գոլֆ խաղամ չեմ ես։ Միլիոն մարդը ապաշխարել պատճառ է գոլֆ խաղամ։ Տեսեք աստծո ժողովրդի չետակ, մտածում եք աստծո գոլֆը ինչ է։ Ամբողջ չորն ստացած սրտությունը ու կարդում եկել հենում աստծո գոլֆ եմ խաղում։ Ու ասում հնարը շարի գնալ ծախի։ Ոնց չունի դեպքան միլիոն կես մարդկանց ապաշխարության բաժան, կյանքը լսում ես ուզում ես ցավոտ չոքես աղոթես, դու գոլֆ խաղում։ Գոլֆ խաղում։ Գրած տաշի թողում ոչինչ։ Մարդը գոլֆ խաղում։ Դրի երկու խաղաց է գոլֆ։ Դիստուժան գոլֆի դաշտերը ցույց տալիս։ Դե դա մոծուց է տալիս նույնիսկ
գոլֆի դաշտերը Պողոս Պետրոսյանը խաղում է Չոտած մտես բան չկա։ Կա ժողովուրդ, գոլֆ չեմ խաղացել, ես չտաս այդ խաղը միշտ մտերեն մարդիկ, ոնց դա ուղեղդ անջատած մարդին ես։ Ես կանգնում, չգնդակը խփում։ Լավ, մի խոսքով, մենք ֆուտբոլը չեմ հասկանում, 24 Այդ հասկացում որ բիզնես է։ Հիմա մի խոսքով տերը մեզ ազատեց առաջի պատասխանից։ Նա դուր չօգնավոր տեսք ընդունել, որ անկար չապերը չասնեն։ Հա, ընդունեց թե չէ։ Ինչ ընդունեց։ Քեզ ընդունեց, ոնց որ կաս։ Քեզ ընդունեց, մենք ոնց որ կաս։ Ասեց ես քեզ սիրում եմ։ Ու քեզ ապացուցեց, որ դու սիրում բան չես։ Քո կարծիքը քո մասին փոխվեց։ Են որ ժենքի պետք ասում է նա կեսաղություն դրի գժում է ինչ գժում է երեքս ժենքի ամենալավագույն բնակիչը, որ լիֆտը նստում է մինչև չաղմեն չեն նստի, մինչև չսրտեն չեն նստի, լիֆտի կոճակները սպիրտով սրտում են բոլորի մտնելուց են ցենց շենքի ամենաօրինակելի մարդը։ Չէ՞։ Այս մարդիկա, չէ՞ գնաց երկու օր հետո երկիր են գնում։ Այնու մարամուրն է պատում։ Ուր է մարամ։ Ես կոնցեպտ զաբորելի դրս։ Հարթ է։ Ուզում եմ ասել կոնկուրենտ այգի դրա համար գնաց է։ Հարթ է։ Հիմա ասեք։ Մանակուն է ջում գալի այլ բացում է, ուզում ասել մարի։ Բգանց։ Շատ դուված է քույրեն կան, չէ՞ որ վկայում ով դու ես։ Դա ասել քույրեն չկա այն եկեղեցու խոսքը։ Հետո դուք եք հավաքի։ Քույրեն դեռ որ փակեն սերեր։ Իա։ Լավ է, չես դայքությունը։ Կարեք խոսալ։ Ով դի խոսա աստծո թակարության ավետան։ Քույրեն ասել որ կարոզել չկա, քիրակորը որը մենք խոսանք։ Հարթ է չէ։ Որտեղ եկեղեցու Քրիստոսի մարմնի 80%-ը քույրեր է։ Աստված քույրերին օգտագործի արտության համար։ Այդ հարթը չէ, որ կան քույրեր, որոնք իրենց ընտանիքը կարողանում են հավաքել նորային նրա ընտանիքի մեջ շատ լավ մայր հոգևոր, լավ ծառայող Դավիթը վստահ է, որ դառնա Ռուսիո ամենայն հովիվը, չէ՞ պատիվ։ Աստված երբ հովիվ, ես ասում եմ դու Մոսկվայի հովիվ ես։ Հարթ է չէ, դեպի եպիսկոպոս։ Փառք Հիսուսին։ Մեր մեջ ամենափոքրը պիտի մեծ լինի։ Եթե մենք մեր երեխեքին չտեսնենք եւ նրանց չխրախուսենք եւ մտածենք թե մեզանից ինքն էլ աշխարհ չկա, մենք ամենավատ մարդը կլինենք։ Որտեղ ես միշտ իմ երեխեքին ասում եմ, դուք պետք է թագավորության համար ամենա պիտանի անոթներ եք։ Դուք չունի երեք, Աստված գիտի ժամանակը, հենա գրած է ժամանակների որ եկավ, Աստված իր որդուն ուղարկեց։ Ամեն, փառք Հիսուսին։ Պետք է չվռազել, պետք է սպասել, որ Սուրբ Ոգին քեզ բարձրացնի եւ քո ժամանակը գա։ Եվ մենք ուզում եմ գնանք Հռոմեացիների 3-րդ գլուխ երկրորդ ստիպվելես, բայց հիմա առանց օրենքի լավ 3-րդ գլուխ 21 համար։ Լավ 21 համար չէ, 9 համարից եմ կարդում։ Եվ հիմա ինչ ավելի ենք ամենին ոչ, որովհետև առաջ մեղադրեցին հրյաներին եւ հետանոստին։ Թե ամենքը մեղքի տակ են, ինչպես որ գրված է, թե արդար չկա, մեկը չկա, չկա իմացող, չկա Աստծուն խնդրող, ամենքը խոտովեցան, միասին անպիտան եղան, չկա բարություն անող, մինչև մեկն է չկա։ Հասկանում եք, բայց մենք մեր օրինս բարեգործներ ունենք, որ թողես իրանց արձանը ամեն փողոցում կապրացնեն, չկա բարություն անող, բոլորն են շահիդ փառքի համար են անում։ Ով ամի բան անում ու փորձում է չերևա, այդ մենակ Աստծո ժողովուրդն է պես։ Նրանց կոկորդը բաց գերեզման եւ իրանց դեզուները նենգություն են անում, իժերի թուրին կան նրանց շրթունքների տակ, որոնց բերանը անեցքով եւ դառնությունով լիքն է, որոնց ոտները շուտագնաց են այժմ թափելու համար, ես մենք ենք եղել։ Կործանում եւ թշնամություն են նրանց ճանապարհներում։ Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին, այս Աստծո բնութագիրն է ամեն մարդու համար, թե հեթանոս, թե հելը։
Որտեղ հրյաները մտածում են հարաբերություն ունեն, ինչպես այսօր որ եկեղեցիները ասում են մենք առաջի տարից եկող եկեղեցի ենք։ Հիսուսը այսպես ասեց դեռ Հայաստանում դու ես։ Պողոսն ասում է սիրելիներ, չկա այդպիսի մեկը։ Չկա այդպիսի մեկը, որ Աստծո համար լինի միակը, անկրկնելին ու հատուկը, չկա։ Աստված հրյաներին կանչեց, հեթանոսներին կանչեց։ Աստծո համար չկա եկեղեցական խնդրականություն։ Այս եկեղեցիները Աստված օգտագործում, կողքի եկեղեցիները Աստված օգտագործում։ Այդ մարդիկ են իրանց համար լեգենդներ հորինել ու փորձում են այդ լեգենդով իրանց խաբեն։ Բայց խաբված են մնացել են, որտեղ հրյաներն են Քրիստոսի այամ արդարացածներին անվանում էին աղանդավոր, որտեղ հայական ավանդույթներն իրանք ավելի բարձր էին դասում, քան Աստծո խոսքը։ Դրա համար Աստծո խոսքը եկավ իրանց հետ բնակվեց, մարմին արավ, իրանք բռնեցին խաչի վրա սպանեցին։ Բայց արդեն իրանց համար է Հիսուսը։ Հասկանում եք։ Սատանան մեր դեմ ինչ անում է, իրա դեմը ուղղում է։ Որտեղ Աստծո, որ դու Հիսուսի անունով արդարացածներ այլևս չունեն սատանայի կողմից որևիցե մի հարձակման վախ։ Որտեղ այդ բոլոր հարձակումները վիժում է ահաջողություն։ Հասկանում եք։ Սատանան ցախուղվել է 2025 տարի առաջ։ Խաչի փառավոր հաղթանակով։ Նա ցախուղվեց, երբ որ Քրիստոսի խաչը բարձրացրեց։ Ու ծաղրում էր տակում, ասում էր դեման երկևի չի։ Իսկ Հիսուսը խաչի վրա մի բան էր ասում. Հայր, ես ավանդում եմ հոգի, որտեղ ամեն բան կատարվեցավ։ Ծրի փրկության համար։ Եվ նրանք, ովքեր որ հավատացին Հիսուսին, նրանք փրկություն ստացան, ժառանգող դարձան։ Նրանք ոչ թե ծառա են օրենքի, այլ զավակ են, այլ որդի են եւ հավասար Հիսուսի հետ ժառանգորդներ։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, որոնց ոտները շուտագնաց են արում թափելու համար։ Կործանում եւ թշվառություն նրանց ճանապարհում եւ խաղաղություն ճանաչեցին։ Աստծո երկուքը նրանց աչքի առաջին չկա, բայց գիտենք թե ամեն ինչ որ օրենքը ասում են, նրանց է ասում որ օրենքի տակ է, որ ամեն բերան խփվի եւ բոլոր աշխարհ Աստծո առաջին դատապարտ լինի։ Որովհետև օրենքի գործից ոչ մի մարմին չի արդարանա նրա առաջին, որովհետև օրենքով լինում է մեղքի գիտություն։ Օրենքը դուրս եկավ եւ ասեց, որ դու մեղավոր ես։ Որովհետև երբ որ օրենքը քեզ ասում է գողանա, բայց դու գողանում ես, դա նշանակում է, որ օրենքը քեզ համար հայրի եղավ։ Հասկանում ես։ Որովհետև դու ինչքան ուզեցիր չգողանաս, դու եմ շատ սեցիր գողանալ։ Ինչքան ուզեցիր սուտ չխոսես, ավելի շատ սուտ խոսեցիր։ Օրենքն ասում է, որ դու դատապարտված ես։ Օրենքն ասում է, որ դու դժոխք պիտի գնաս, բայց շնորհքն ասում է, չէ ասում է, մի հավատա օրենքին, դու փրկված ես, դու հավիտենական կյանքի ժառանգորդ ես։ Սա Աստծո շնորհքն է, հասկանում ես ինչ եմ ասում։ Շնորհքը օրենքին հակառակ է խոսում, բայց օրենքի տակ ապրող մարդը չի կարողանում սա ընդունել ու հասկանալ։ Ոնց այնա կլինի, որ ես սուտ խոսեմ, բայց փրկվեմ։ Այս Աստծո շնորհքն է, որ քո գործերը դրա համար կարևոր չէ։ Բա ոնց, ուրեմն ինչ ուզենք անենք։ Չէ, այստեղ երկրորդ ազատությունն է, որի մասին պիտի խոսենք, բայց առաջին ազատությունը կարևոր է, որ դու իմանաս, որ քո վրա համարում չունենաս, որ գործերով չի, որ դու փրկվում ես, որ դու չապաշխարեցիր ցույցեցիր պատվիրաններ, որ դու խոսես փրկվում, պատվիրաններն են պահում։ Ես ձեզ վստահեցնում եմ։ Գնացեք եկեղեցիներում ու հաստատ մի 10 ոգի կգտնեք, որոնք կասեն պատվիրան եք պահում։ Օրենք եք պահում։ Բայց ասպա խափանված եք դու Քրիստոսից, խափանված եք, եթե օրենքով եք արդարանում։ Եթե ձեր մեջ դեռ այս սկզբունքն է, այս բանը անեմ, այն բանը չանեմ։ Դրա համար շատերը Քրիստոսից օգնություն չեն ընդունում, չեն բժշկում, չեն ազատագրվում։ Հիսուսը
իրանց կյանքում չի կարողանում գործի, անհասանելի է Քրիստոսի ձեռքը իրանց համար։ Ես չեմ որտեղ Քրիստոսի արյունը չեմ ընդունել։ Ուղղակի Քրիստոս գաղափար որպես ընդունել են, այն մարդկանց նման է, որ արագ բարձրացնում ասում է Հիսուս։ Ես դες մի խումբ էի տանում, ամեն մեքենան ստերոց ասում է Հիսուս։ Պարսկահայեր։ Ossi și la băi, mă, Iisus i-a mântat să vezi, să-ți Iisus cauză. Este să Hristos cauză, că s-a păsat Mesia, să-ți la veni. Hei, chera, ame ce nu l-am lăsat, Iisus în asta. Ossi, dar ia Iisus sau să oameni am ca acolo stăruț. Dar soluțiuna. Ia soluții. Asta Iisus i-a mântat, ce tale, am iată. Եթե Հիսուսյանը տալիս ես, նշանակում ունեն ճանաչում ես։ Հիսուս ասում ես նստում ես ավտոս, յանի Հիսուսի պաշտպան, Հիսուս պաշտպան է ավտո նստեմ, ավտո իշնեմ, հաց ուտեմ, չի ուտես բան։ Հիսուսը տայս ես, նավատի մոտ, դու պարտավոր ես Հիսուսի ճանաչել, ես կարոզ եմ, ես էլքոր եմ մարդաս խոսեցի Հիսուսի մասնոր, յա Հիսուսը, էդի յա Հիսուսը չի, էդի թվո Հիսուսն է։ Ուրնս է, շատ անգամ մարդկանց շուրթերը պարապտեղն է Հիսուսի անոտած, մարդիկ չեն զուն ճանաչել Հիսուսին, էպես է կեկեղեցում է, մարդիկ Հիսուսի անոտած են, բայց տարապում են, լծի տակ են, ծառայության տակ են, ծառայության, այդ ազատություն չեն, ծառայում են, հասկը ծառայության լծի տակ են, ինչ են ուզում են, օրենքը պահել, մեղք չգործել, այս ամեն սարսափելի բան է, ժամանցուցը կախող երևի արծիվի տեսողություն ունի, շիներես տեղ կարել է կախել, ու ոնց ժամանցուցը երևար։ 450, ինչ լավ, 450, հա? 450, դսեք։ Ես ձեզ ինչ-որ բան տալիս ես ես գիտեմ, որ բոլորը դուսյալ վարդապետներ եք, բայց որպես մի անգամ վերանայում ենք որ հավատները զորզան, այն որ նա դիրքեր կայ, վերը պրծում ենք, պարդինչ։ Հալելույա, լսեք ժողջան, լսեք։ Ինչ է դարդը, որովհետև օրենքը գործելիցը ոչ մեկի մարմին չի աղթարանում, օրենքի գործը։ Նրա առաջի, որովհետև օրենքը լինում է, օրենքը հա մեղքի լուծանում։ Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է։ Օրենքից եւ մարգարեներից վկայված լինելով։ Այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վրա, որ հավատում են, որովհետեւ խնդրություն չկա, որովհետեւ ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասեցան։ Ձրի են արդարանում նրա շնորհքով, նրա փրկության ձեռով, որ Հիսուս Քրիստոսում է, որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար, հավատալով նրա արյունով, որի արդարություն ցույց տա։ Ամեն։ Այն առաջուց գործված մեղքերի թույլատվության համար, Աստծո ներելու ժամանակին, որ արդարությունը երևացն է, այս ժամանակում, որ ինքը լինի արդար եւ արդարացնող նրան, որ Հիսուսին հավատքիցն է, Հիսուսի հավատքից, այս լավ է։ Հիմա ուր է պարծանքը խափանվեցավ, որ օրենքով, գործերի օրենքով, ոչ, այլ հավատքի օրենքով, Հիսուս Քրիստոսի հավատքի օրենքով, մենք հավատում ենք, որ Հիսուսը մաքրում է մեզ բոլոր մեղքերից, ներում է։ Առաջի բանը, որ ներավես կողմում, նա ներեց քեզ, բայց այդ ներման մեջ իր արյունը սրբեց քեզ բոլոր քո մեղքերից։ Եվ ասեմ, ինչ որ բաներ կա, որ կյանքում գնացի, թե չգնացի։ Բայց ինչքան բան կա, որ մնաց, որ քեզ միշտ խայտարակում էր։ Ամեն։ Ու մենք պետք է հետաքրքիր ասեմ, դու ես հավատացել։ Անշեն ասեմ, ամեն։ Ես դեպի որ պաշտամունքից գալիս է հերոսացությունները վեկալում է ձերս ու սկսում է փոխել ու քնում է ու հանկարծ շնորհ գովազդի վրա է կայանում։ Երբ գալիս ասում պապա դու էլ հովիվ ես։ Դարի որտե մենակ իրանք պետք է էլի կտկտացնեն, հասկացա՞։ Հիմա ինչ եմ ուզում ասել։
Սիրելի քույրեր, ինչքան եք ձեզ բռնացրել այն բաների մեջ ու ձեզ են բռնացրել այն բաների մեջ, որ դու ուզեցել եք ձեզ արդարացնել, ես չի, այլ մարդ սխալ ես տեսել։ Իմ նման ու 10 հոգի կա։ Ու այդ կարա գնա խմել, գնա գողություն անի, գնա ստի, կեղտոտ մարդիկ են։ Իմ անունով, իմ դեմքով շատ մարդիկ կան։ Ու դու ուզում ես ֆրիկնել ունես, որ այդ դու չես եղել, բայց հենց էլ դու ես եղել։ Դվարամի ախպերդ չի եղել, կամ երկուրակը չի եղել։ Ինչ վատ է, որ երկրորդ ազատության մասին չի գիտենք, բայց որ ազատությունը գալիս է, հալելույա։ Տիրոջանով տարում ես թշնամու կանգնուշ, վրեժներ ես լուծում, ոտերի տակ առած քայլում ես լով, ու Տերը քո կյանքում փառավորվում է, հալելույա։ Ու ով կարող է քեզ մեղադրի, որտեղ նա է քեզ արդարացրել։ Ասեմ, ավելին, հենց քո տկանությունների մեջ Աստված իր սերն ու փառքը հայտնել, ամեն, որտեղ Պողոս ասում է, երբ կտկանամ, այն ժամանակ կզորանամ։ Ու ուրեմն համարում ենք, որ մարդը հավատքով է արդարանում, առանց օրենքի գործերի։ Միթե Աստված միայն նրաներին է եւ հեթանոսներին չէ։ Այո, հեթանոսներին է։ Աստված միայն էսի եկեղեցու կամ եկեղեցունը չի։ Աստված համայն մեղավոր աշխարհի համար է եկել։ Ու ինչքան է, որ որոշ եկեղեցիներ իրանց կոտորելու ասեն, Աստված մեր համար է եկել։ Սիրելի քույրեր, ինչքան է ոմանք ասեն, թե արդարությունը մեր միջոցով է, այդքան խայտարակել է։ Զգացել եք թե չէ։ Աստված ոչ մեկի սեփականությունը չի։ Ոչ մեկի պատերի մեջ սահմանափակություն չունի։ Ինչ հրաշալի է մեր Տերը։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Եվ մենք այս վերջի ժամանակներում գնալով ավելի ենք համոզում դրա մեջ, որտեղ մեկ Աստված է, որ արդարացնում է թրպատությունը հավատքից եւ անթրպատությունը նույն հավատքից։ Միթե օրենքը խափանում ենք հավատքով, քավիցի այլ օրենքը հաստատում ենք։ Լսեք։ Հրաշալի է։ Լավ մի համար է կարդամ, եթե թույլ տա։ Եփեսացիների երկրորդ գլուխը կարդացնելիս առաջ որովհետև գնոյի ամենահայր կարդում ես համարը կարդում է ոչ թե գործերից, որ մեկը չբարձենա, որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, փրկություն Աստծո պարգևն է։ Ամեն։ Այս շնորհքի քարոզիչներ կանոնակ ուրախան կասենալ այստեղ վերջը խելքի գլուխը հավաքեց ու հասկացավ, որ ժողովրդին չտանջի, մեր գործեք եւ գործեք։ Սիրելի քույրեր, փրկությունը միշտ է եղել ձրի, որտեղ ես հենց որ ընդունել Հիսուսին Տեր փրկիչ, անկախ նրանից, քանի մեղքի մեջ դեռ ես ծառայել եմ, կապված եմ եղել, գերի եմ եղել, միևնույն է, փրկությունը ինձանից չի վերցվել, հասկանում եք, փրկությունը կարաս թողնես, բայց փրկությունը երբեք քեզանից ոչ մեկ չի վերցնելու։ Եվ որ ասում եք կարա փրկվածը կորչի, չփրկվի, այո, այո։ Ես կյանքը Աստված քեզ տվել է ձրի ատում։ Ինչքան մարդը գնում է ինքնասպանում։ Որը որ դու որոշես, որ այլևս Հիսուսը քո Տերը չի, եւ եկեղեցի չգաս, ամեն տարի դրես մի կողմ, եւ ասես վերջ ապրում եմ մեղավոր կեղտոտ կյանքով։ Եվ թողնում եմ փրկությունը, ինձ փրկություն պետք չի։ Ես գնում եմ դժոխք, որը որ ասես, ուրեմն իմացի, փրկությունը քեզանից։ Ոչ թե վերցնելու է, այլ դու ես հանձնում փրկություն։ Հասկանում եք։ Դե Աստված երբեք քեզ փրկություն չի տեսնում։ Ես փրկված եմ, փրկված չեմ։ Ես մեղացեցի, փրկված չեմ, վաղը չմեղացեցի։ Փրկված եմ, այս օրենքի տակ ելնելն է։ Դու փրկված ես։ Որտեղ ասում է, երբ դու Հիսուսին ընդունեցիր, կյանքը ոչ թե կընդունես, այլ ընդունեցիր։ Եվ ասում է դու փրկված եք, ոչ թե կփրկվեք։ Ամեն։ Եվ որ դու ծնվեցիր, դու անկատար էիր, բայց դու ապրում էիր։ Ամեն։ Դու չես ծնվել, որ ապրես։ Դու ապրում ես։ Եվ որ ասում ենք, որ ապրենք, թե ապրում ենք ու ուտենք։ Ով ոնց կարած ու կշտեցին, բայց հիմա ես կզգամ այդպես, լսեք։ Եվ նրանք, ովքեր որ Քրիստոսի անունով սրբված են, եւ Հիսուսին իրաց մեջ դեպի փրկիչ են ընդունել, նրանք փրկված են։
Ոչ թե գործերից, որ մեկը չբարձրանա, դու բարձրանք չունես։ Դու երեք ես ապաշխարել, ես 10 օր հետո եմ ապաշխարել, որ մեկը գացել եկեղեցի չէ, ինքն հավատացյալները։ Հələ այնքան հաց ու պանիր պետք է ուտես, որ մեզ հասնես։ Չէ՞ մեկ ասում ես չախում մեջ լավ երգում, կարամ ես էլ երգեմ։ Չէ՞ մեկ ասում եմ, ոչ ես կարող եկած երգի, նվագի, պարի, թրվրա, ես էլ դիպի ռեստորան եկել։ Չէ, կարաս, բայց ինչ նստի, մի անգամանա, դու հնը քեզ ճանաչի, ես դու ով ես, ենքու աշկիտ են լավ, երևելի անձնավորությունը, ոտերի տակ անցնի, հասկաց, որ հողը փոշի ես ու ոչինչ ես։ Որ աստված քեզ եկել այդ ոչնչությանը բարձրացնի, իր թակավորությունը ժառանգ դառնա, հնա աստուծո գոհացու փառք դուր, որ աստված քեզ ողորմություն է, որ ապրում ես։ Հետո որ դու զգաս, որ փառաբանես, դու ես փառավորվի, ինքը կփառավորվի։ Դու հասկանաս, որ սա աշխարհի դեմ չի, որ մենք դուրս ենք եկել մարդիկ աստվածային, երկրորդ գովերքեն, այլ դուրս ենք եկել ներկայացնել նրան, որ իր կյանքը տվեց մեզ համար։ Ամեն։ Ատիկ ծափահարեք ոչ։ Աստծո ստեղծված է Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք։ Ամեն։ Ուրեմն մենք ձրի ենք փրկված։ Ես ուզում եմ շատ արագ, որ ժամանակ չկա, թե չէ այս առաջի ազատության մասին երկար կարող խոսենք, բայց ես ուզում եմ երկրորդ ազատության մասին։ Երկրորդ ազատությունը հենց այն ազատությունն է, որի կարիք մենք բոլորս ունենք, եւ առաջի ազատությունը դա օրենքի լծից ծառայությունից ազատելն է։ Աստված մեզ ազատեց։ Բայց մենք հանդիպում ենք բախարենք մեղան չունենք անդադ։ Ես շատ եմ փոխել ասում, հիմա ինչ շնորհքով եք փրկված, օրենքի տակ չեք, մեղ փոխեցեք, ասում քավլիցի, որ դուք դրա հետ մեռաք խաչի վրա։ Էլ ո՞նց մեղ փոխեցեք։ Հիշու եք, ես կամանում ասացի, եւ որովհետեւ դուք որդի եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ։ Երբ որ ես ապաշխարեցի, ընդունեց Հիսուսին Տեր ու Փրկիչ, Հիսուսի այրամայից սրբեց, բայց ինքը լավ գիտեր, որ ես օրենքը պահող չեմ, ես չեմ կարող սուրբ կյանք ապրել։ Անհնարին է, որտեղ ես մարմնավոր եմ, օրենքը հոգևոր, օրենքը սուրբ, ես ներքի տակ ծախված, ինքը ինձ կարող ների, բայց ես հապնի մեր գործեմ կամ ասեմ ների, մեր գործեմ կամ ասեմ ների, որ ես խաղը չունի, ինքը իր հոգին ուղարկեց իմ մեջ, երբ որ ես ներստին ծնեցի, այսինքն իր բնություն ուղարկեց իմ մեջ։ Եվ եթե նեք ապել եք սկզբնական շրջանում, դուք շատ բաներից ուղղակի ազատ եք, ապսեն է ձեզ համար հաճելի չէ, հայատի պիսետկեն նստած նարդուլոր ես, ջարդը դան նգախատ բագեն ոտերը կայնում է։ Այս կյանք ես համ, ես էլ խմենք մեր անցավորների կենավ, ես էլ նգը դենց անցավոր դարավ, են անցավոր դարավ արև խաշիքի կենած, աշրտի կյանքիս սուսվելի այս ոնց կարելի ամենուր անցավորների կենացը խմել։ Ծնողներին հայում, անարգում, ծնողը պետում այդ մաս, իսասոմատ ինքը այսար խմենք ծնողների կենացը։ Այդ բարադի հելին ան ծնողի տար հաց կերցը, ծնողը կաղա բան, ծերանություն է, հասկան ես։ Այսինքն մարդը կեղծիքի մեջ իշկան կարա տենց իրան խապելով ապրի, չի կարա։ Եվ մենք դուրս եկում, ես ամրան արդեն տաղաճ է, զզվել էր մեղք, բայց մենք որոշ բաներ կալը գործում ենք, հասկանում եք ինչ եմ ասում։ Մենք դուրս եկան որոշակի ընկերական շրջապատներից, էլ շատ մարդիկ մեզ համար հաճելի չեն, մեզ ավելի ձգտում են նրանք, ովքեր որ իսկապես սուրբ կյանք ունեն ապրում։ Իսկ մենք անգամ ասես, բա չկար չես ասեցի լեզից մենք ժողովուրդ ենք գտել, որ իսկապես կեղծավորություն չկա այդ մարդկանց մեջ։ Ես 33 տարի տիրոջ տան մեջ եմ, մի օր չեմ մտածել, որ այս ժողովուրդից պետք է շուտ թողնեմ գնամ։ Ես մտածել եմ աշխարհից ինչքան հեռու, այդքան լավ։ Ես առաջի օրվանից տիրոջ տան մեջ եղել եմ ու մի վարկ այդ իր ողորմությունը շնորհել իմ չի։ Սոված եմ եղել տիրոջ տան մեջ եղել։ Աղքատ եմ եղել, փոք չեմ եղել տիրոջ տան մեջ եղել։ Ու մտածել եմ նույնիսկ տիրոջ տան մեջ անարգվել ավելի լավ քան աշխարհում։ Աշխարհը որ քեզ անարգում է, всё, վերջացավ, դու որած մարդ ես։ Բայց դա կարող քեզ մոտ վիրավորել, այս ասել են անում, բայց հետո 7 անգամ կան ներողություն Տեր այցելել այդ իշերը։ Ասել դու Տեր ասել այդ բա։ Տեր բաղի ներողություն խնդրի։ Դու գորս ներողություն խնդրի քեզ մի բան այս հալելույա, ապաստան գետ։ Դու ասես հաղություն եք, բայց ես բանման մի
տկար մարդը, թող Աստծո ողորմությունը գա մեր վրա եւ դիճանը մեզ մաքրի, ինչ ունենք իրար հետ կիսել ոչ մի բան, բայց մի բան կա, որ Աստված մեզ բաժնեցեց, դա իր արքայությունը, որի մեջ մենք իրար հետ պիտի ապրենք, իրար հետ, եւ սա մեր լավագույն բանն է, ամեն, սա լավագույն պարգևն է, աշխարհի մեջ ինչ ես մանդալի, ինչ ես ուզում, ես չգիտեմ, բայց ոչ մի բան չես գտելու, ինչ ասում ես, ասում որ առանց ինձ հավաքից սիրուցան արնում, բայց որ իմ հետ է հավաքում, շատ ասում է, փափ սկսում, Աստվածաշունչն ասում է, սերմի հավատացողը, որը մեռավ, որ մենակ չմնա, ինքն է, որ ընդունում է այդ մահը, մենակ չի մնա, եւ ինչ որ այդ թագավորության որ տնի, պիտի հարապատված արանի, հիմա հավատում եք չեք հավատում, այդպես է, ամեն, ամեն ինչ որ թագավորության համար գնում ես, դու վերցնում ես, ես ինչ անում դու սիրով ես անում դա, եւ տեսեք, երկրորդ ազատությունը, շատ տեսեք, որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայր, ազատության, այսինքն, այս բանը չանեմ, այն բանը անեմ, այս չի, միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմին, այս սիրով ծառայեք իրար, որովհետև բոլորը այս մեկ խոստում են կատարում, քո ընկերին, քո անձին պես սիրես, բայց եթե իրար կծեք, ուտեք, զգուշացեք, որ իրանից չփչանեք, բայց ասում եմ, հոգով գնացեք և մարմնի ցանկությունը չեք կատարի։ Հռոմեացիներին 8-ն ասում է, հոգով մարմնի գործերը սպանեք, հոգով, որտեղ երբ որ մենք ընդունեցինք ինքը իր հոգին ուղարկեց մեր մեջ և մեզ ողջունեց, որով մենք ահապում ենք Աբբա Հայր, մեծ Աստված, մեծ Հայր։